Հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք շարքը Մարգագետնից խոհանոց։ Եվ ամեն անգամ պիտի հիշեցնեմ, որ շուտով լույս կտեսնի այն գիրքը, որ ես ձեզ խոստացել էի 120 անուն։ Ուտեսներ Մարգագետնից խոհանոց, խոհարարական աշխարհում բացառիկ երևույթ։ Եվ այսպես, բարեկամներ, պատրաստվելիք ուտեստը ապուր է և ունի հետևյալ բաղադրությունը։ Օգտագործելու ենք նախորդ թրջված ոսպ, ավելուկ, մեր ճկնաղ բնության այս հիանալի պարգևը, կարտոֆիլ, շլոր, թթու շլոր, մի քիչ ալուր, կօգտագործենք ամբողջական պղպեղ, սխտոր և մի քիչ ընկույզ։ Իսկ համեմունքի ամենակարևորը, որ մենք միշտ կրում ենք մեզ հետ, բոլորս, և ես, և դուք, և ամենքն, պատրաստելիս պիտի դնենք մեր հոգու ջերմությունը և սերը։ Գնացինք, նախ և առաջ լավ տրամադրություն, տաքանակացան, մենք ավելուկը եռացած ջրի մեջ կթրջենք, եռացող ջրի մեջ մի քիչ կմնա, մենք մինչ այդ կսկսենք պատրաստել, նախապատրաստել այլ մթերքները դրա համար։ Ուրեմն նախորդ ասեմ, որ ուտեստը սոխառած չի ենթադրում և պատրաստում է ուղղակի խաշելու միջոցով, դրա համար ջուրը կեռացնենք։ Կարտոֆիլը ճիշտ կտրելու համար մի հատ այսպես կտրում ենք, որ չշարժվի։ Մի քիչ աղաջուր, կարտոֆիլը ավելացնում ենք ջրի մեջ, մոտավորապես կես ժամ թրջած ոսպը, չթրջված ոսպը, երբ որ մենք պատրաստում ենք բարեկամներ, ոսպի հատիկները համաչափ չեն եփվում, նկատել եք երևի, մի մասը լավ եփվում է, մասեր, հատիկներ կան, որ պինդ են մնում, դրա համար համաչափ եփելու համար շատ կարևոր է, որ մենք թրջենք։ Շլորը կարող ենք մենք պահել ամբողջ ձմռան համար, ամբողջական, շատ բարձր կամ ավելի շիշտ, շատ ցածր ջերմաստիճանի տակ 18 աստիճանից մինուս 18 աստիճանից բարձր։ Ավելացնում ենք շլորը։ Այսպես թրջել էինք մենք ավելուկը, հիմա քամենք, ավելացրինք ավելուկը։ Մի քիչ պատրաստենք ալյուրից խուս, ջրով բացենք աստիճանաբար, զգուշությամբ ավելացնենք նաև խուսը, այս խուսը ավելացնելիս հիշեցի այն բառերը, որ հնչեցնում էր այս դեպքերի համար, իմ տատիկ երբ որ պատրաստում էր, ասում էր ուտեստի աչքերը փակելու համար, այսինքն մի քիչ խիտ զանգված ստանալու համար։ Մի քիչ ալյուր։ Այսպես վերջնական տեսնենք համային հատկանիշները։
Մի քիչ աղ։ Մեկ ամբողջական կծու պղպեղ, բարեկամներ, ես մի քանի անգամ անդրադարձել եմ եւ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ շատ ավելի օգտակար է, երբ որ մենք ամբողջական կծու ենք ավելացնում պղպեղ։ Մանր պղպեղը աղացված նստվածք է տալիս, նստում է երիկամներին, անոթներին, բայց սա ինքը կծու ավելի շատ լավ համ ունի կծու եւ ամբողջական է, կարող ենք հանել եւ ուղղակի չօգտագործել։ Մենք կսպասենք 8-ից 12 րոպե կպատրաստենք համապատասխան համեմունքը եւ կունենանք այս ուտեստը իր ամբողջ տեսքով։ Սպասեցինք 12 րոպե։ Բարեկամներ, 12 րոպեն անցավ եւ մենք հիմա արդեն այն վիճակին ենք, որ ուտեստն արդեն համապատրաստ է եւ մենք մեր ավանդական համեմունքը սխտոր, ընկույզ շատ ու շատ պիտի օգտագործենք սխտոր ավելորդ է խոսել նրա օգտակարության մասին, շատ ու շատ ընկույզ եւ ընդհանրապես մեր չքնաղ բնության այս հիանալի պարգևները պիտի անպայման ներգրավել մեր սննդի համակարգ։ Եվ ռեհանից կամ ինչպես մենք անվանում ենք, նաեւ ասպրամ ռեհանի եւ ավելուկի համադրություն։ Ոմանց մի քիչ տարօրինակ կթվա, բայց փորձեք եւ կտեսնեք։ Մի քիչ աղ, մի քիչ համեմի սերմ եւ վերջ։ Միասին խառնում ենք։ Վերջ։ Մի չքնաղ բույր է տարածվել տաղավարում, ուտեստը պատրաստ է, ավելացնում ենք համեմունքը եւ վերջ։ Խառնենք։ Ծածկեցինք, կրակից վերցրինք եւ արդեն ավելացնում ենք, պատրաստում ենք մատուցման ափսեն, բայց մինչ լցնելը ես նորից կհիշեցնեմ բաղադրությունը, ավելուկով ապուր, օգտագործեցինք կարտոֆիլ, ոսպ, ավելուկ, թթու, շլոր, մի քիչ ալուր ավելացրինք, խուս եւ վերջի համեմունքը պատրաստեցինք ռեհանով, սխտորով եւ ընկույզով։ Ես սկզբից նշեցի, որ բազմաթիվ տարատեսակներ կա ավելուկով ապուրի, վստահ եմ, որ այս ձևը կավելացնի ձեր ունեցած, ձեր իմացած ձևին եւ դուք կունենաք բազմազան ուտեստներ, ահա կարմիր պղպեղը եւ հիշեցնեմ, որ յուղի որևէ պարունակություն չկա, մենք սոխարած չպատրաստեցինք, ուղղակի խաշեցինք կարտոֆիլը, հետո ավելացրինք ոսպը, նախորդ թրջած ավելուկը, մի քիչ ալուրի խուս, համեմեցինք, ավելացրինք հետո թթու շլորը եւ պատրաստեցինք հատուկ համեմունք ռեհանի, սխտորի, ընկույզի եւ համեմի սերմի միջոցով եւ ունեցանք այս հիանալի ուտեստը։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը եւ շատ ուրախ եմ մեր բոլոր հանդիպումներին, ուզում եմ, որ միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները միշտ ունենան լավ արդյունք, իսկ այդ լավ արդյունքը թող լինի այն, որ մենք լինենք ել ավելի հայեցի միտք եւ ել ավելի լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ոսպով եւ ավելուկով ապուր, ավելուկ 120 գրամ, ոսպ 60 գրամ, կարտոֆիլ 25 գրամ, թթուսալոր 20 գրամ, ալյուր 20 գրամ, սխտոր 2 պճեղ, ընկույզ 30 գրամ, ռեհան
աղ, կծու կարմիր պղպեղ, համեմի սեր։ Բարեխորշակ։